ունենք դեռ 2020 թվականից կարծեմ խոսում էինք, դուք դեռ պատգամավոր եք, ես պատգամավոր էի եւ կրկին խոսում էինք համագործակցության մյուս ուժերի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերի մասին, դուք նաեւ նախանձախնդիր էիք, որպեսզի կրկին միասնական ճակատով հանդես գալու այդ պատեհությունը չկորցնենք եւ հիմա նաեւ ձեզ հետ երկար ճանապարհ անցանք եւ որի ամենակարևոր հանգրվանը Եվրաքվեն էր եւ իհարկե այդտեղ մենք նաեւ միասին աշխատելու փորձ ձեռք բերեցինք եւ ամենակարևորը ունեցանք հաջողության պատմություն, որը նաեւ հերանեկարում հենց այս ընտրությունները ունեինք եւ այդ քաղաքական կապիտալը այսօր օգտագործելու ամենապատեհ առիթն է։ Մենք ըստ էության միասին եղել ենք դրոշակակիրը մեր մյուս գործընկեր կուսակցությունների, քաղաքասարակության մեր գործընկերների հետ Հայաստանի Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրենսդրական այն կարևոր նախաձեռնության, որի վերաբերյալ մենք հետևողական լինելու նաև պարտականություն ունենք եւ քաղաքացիները անընդհատ հիշեցնում եւ դիտարկումներ են անում, որ դա հրատապ օրակարգ է եւ ըստ էության այդ օրակարգ առաջ մղելու եւ բանակցային գործընթաց մեկնարկելու Եվրամիության համապատասխան կառույցների հետ աշխատանքներ մեկնարկելու ուղղությամբ ոչ մի տեղաշարժ չկա եւ այստեղ եւս չափազանց կարեւոր է որպեսզի հարցը մշտապես հնչի ազգային ժողովում եւ մենք ցույց տանք, որ ոչ միայն այդ գործընթացի համար ենք եղել պատասխանատու, որ այդ օրենքը ընդունվի եւ ուղղակի մնա այսպես դարակում, այլև շատ կարեւոր է այն առաջ տանել եւ բոլոր ուղղություններով արդարադատության, ներքին գործերի նախարարության, ենթակառուցվածքների, էկոնոմիկայի այս բոլոր ուղղություններով մենք կարևոր առաջընթաց ունենանք։ Բարով եք եկել, բարի երեկո։ Բարի երեկո, պարոն Բաբաջանյան, շնորհակալ եմ։ Այո, ինչպես դուք նշեցիք, այդ խնդիրը շարունակում է 2020 թվականից ինձ համար արկղված մնալ։ Ինչպես 2020 թվականի ընտրություններից առաջ էի կանխատեսում, որ առանձին որևէ ուժ չունի այնքան հնարավորություն, որպեսզի հաղթահարի ՇՄ, ցավոք սրտի քաղաքական դաշտի կոնյունկտուրան ինձ հերթական անգամ հուշում է, որ առողջ քաղաքական ուժերը հերթական անգամ լուսանցքում են մնում, անհատները շարունակում են լուսանցքում մնալ, փոխարենը կրկին մեկ հնգամյակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլորեցնելու, բևեռացնելու, բաժան անելու քաղաքականությունն է շարունակվում, օրվա իշխանությունների հիմնական հակառակորդը շարունակում է լինել եւ իրեն այդպես հռչակել է Ռոբերտ Քոչարյանը եւ նրանից ծնվում եւ ածանցյալ Ռոբերտ Քոչարյանին առաջանում են այլ քաղաքական ուժեր, այլ Ռոբերտ Քոչարյանիկներ մանր, ովքեր խնդիր են դրել իրենց առաջ Գյումրի 2-ի սցենարը համապետական այլևս մասշտաբով կիրառելու։ Կա հնարավորություն թե չկա, հաշվի առնելով ռեսուրսները, հաշվի առնելով ֆինանսական հոսքերը Հայաստանի Հանրապետություն, հաշվի առնելով հիբրիդային պատերազմը, որ ընթանում է մեր պետության դեմ եւ հաշվի առնելով իրականությունից կտրվելու որոշ քաղաքական ուժերի եւ գործիչների այսպես իրականությունից կտրված լինելը ցավոք սրտի դա կենսունակ կարող է լինել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այլընտրանք չտեսնեն, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այլընտրանք չառաջարկվի եւ որ ամենակարևորն է այն ճնշող մեծամասնությունը, որ ընտրությունները ուղղակի բոյկոտում է իր տանը նստելով եւ ընտրության չգնալով, եթե այդ մեծամասնությանը չհաջողվի առողջ քաղաքական ուժերին տնից դուրս բերել եւ տանել ընտրության, այո, համոզել, արթնացնել նրանց մեջ այդ հավատը, որպեսզի նրանք կարողանան իրավիճակը բեկել։ Հակառակ պարագայում հերթական անգամ բևեռացված ճակատային այսպես ընտրություններ են լինելու, որտեղ գող փիսոք, հաչալ շուն,
դավաճանը դու ես, հողատուն դու ես, թրքահպատակը դու ես, այս մթնոլորտում գնալու ենք ընտրությունների եւ ընտրություններից հետո էլ ունենալու ենք այն խորհրդարանը փոքրիկ տարբերություններով, ինչ որ մենք ունեցել ենք 2021 թվականին, իսկ այդ խորհրդարանը Հայաստանի Հանրապետության պատմության, ես կարծում եմ, ամենաանարդյունավետ խորհրդարանն է եղել, որովհետեւ դե ֆակտո, դե յուրե եղել է ընդդիմություն խորհրդարանում, բայց դե ֆակտո ընդդիմություն մենք չենք ունեցել։ Ունեցել ենք հակապետական շրջանակներ ու տարեր, նրանց մեջ նաև կային անհատներ, ովքեր ընդհուպ տերորիստական նկրտումներ ունեցող անհատներին էին հովանավորում եւ նրանց կողքը կանգնում եւ այդպիսի նկրտումներ ունեին։ Ու սա որևէ լավ տեղ չի տանելու։ Մենք տեսեք Եվրաքվեի օրինակը նշեցինք, դա քաղաքացիական նախաձեռնություն էր, քաղաքական ուժերի հովանավորությամբ եւ այսպես քավորությամբ ժողովրդական լեզվով ասած, եւ դա հասավ խորհրդարան ու ստացավ օրենքի ուժ, բայց խորհրդարանում ինչ պատկեր ունենք, երբ որ այդ հարցը քննարկվում էր։ Վերև նստված ներքևը Վլադիմիր Պուտին տեսնող եւ այդ սկզբունքով առաջնորդվող քաղաքական ուժերը կախվել են Հայաստանի Հանրապետության ոտքերից եւ քարշ են տալիս կամ ուզում են քարշ տալ միութենական պետություն կամ լավագույն դեպքում գուբերնիա։ Ծայրագավառ։ Եվ ըստ էության այս ընտրությունները հենց դրա մասին են։ Հայաստանը որպես պետություն, կենսունակ պետություն, ապագա կունենա, թե կդառնա ինչպես ոմանք էին երազում լավագույն դեպքում Թաթարստան, իսկ ավելի վատ այսպես հեռանկարում որպես ծայրագավառ։ Իհարկե, այստեղ չափազանց կարևոր է մեր ժողովրդի նաև հասուն այլևս գիտակցությունը, բայց մենք այստեղ չափազանց պետք է զգույշ լինենք եւ այն հատվածը մեր ժողովրդի, որի մասին դուք խոսեցիք, այդ հիասթափված, հուսալքված, խռոված Հանրապետական ինստիտուտի գոնե անցկացրած հարցումներով 61% մեր բնակչության ընտրելու իրավունք ունեցող մեր հայրենակիցների չի ուզում քաղաքական որևէ զարգացման հետ առնչվել, որևէ կուսակցության, որևէ գործ չի։ Եվ այստեղ չափազանց կարևոր է, թե մենք ինչպես կդիրքավորվենք եւ մենք ինչպես հանդես կգանք եւ մենք ինչ առաջարկ կբերենք մեր հայրենակիցներին։ Մեզ կհաջողվի արդյոք այս 61%-ի ինչ որ մի կարևոր հատված դուրս բերել տնից եւ վաղվա օրվա նկատմամբ հավատ արտացնել։ Այս ամենակարևոր հարցն է։ Այստեղ չափազանց կարևոր է հասկանալ, այսօր էլ տեսեք իշխանության տարբեր ներկայացուցիչներ, վարչապետը շաբաթներ առաջ, ամիսներ առաջ խոսում էր, որ մենք պիտի հասնենք նրան, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը եւ նրա հետ աֆիլիացվող քաղաքական շրջանակները չզբաղվեն քաղաքականությամբ, քաղաքականությունից դուրս շպրտվեն, այսպեսի այսօր էլ Ռուբեն Ռուբինյանը ասում է, մենք պիտի հասնենք նրան, որ հայ ժողովուրդը ուղակի մերժի Ռոբերտ Քոչարյանին եւ այդ երկու օլիգարխներին եւ այլն։ Պարոն Բաբաջանյան, ասում են մարդիկ, ովքեր ունեն լիակատար իշխանություն, հատուկ ընդգծենք, ովքեր ունեն պողպատյա մանդատ, ովքեր ստացել են պողպատյա մանդատ եւ դեռ խոսում են Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության մեջ մնալու թե չմնալու հարցի շուրջ, այնինչ Ռոբերտ Քոչարյանի հարցը վաղուց պետք է քրեաիրավական ընթացակարգով լուծում ստանար եւ Ռոբերտ Քոչարյանը վաղուց պիտի ժամանակ չունենար քաղաքականության մասին մտածելու։ Սերժ Սարգսյանը նույնը, նախկին թալանչիներն ու ուզուրպատորները նույնն են, ոչ թե օրինակ Գյումրու օրինակով մրցավազքի մեջ մտնել ուզուրպատորների հետ, դեռ մի բան էլ վարչապետի մակարդակով հայտարարել, որ ընտրություններում առաջադրված են ուզուրպատորներ, պարտվել այդ ընտրությունները, ի վերջո Գյումրիում պարտվեց քաղաքացիական պայմանագիրը եւ համապետական մասշտաբում հիմա նույնը կրկնել։ Կարող ենք ասել ես, դուք, մեր հայրենակիցները, խոսել, հայտարարություններ անել, բայց իշխանության այսպիսի բարձր մակարդակի հայտարարություններին պետք է հետևի կոնկրետ գործողություններ։ Հայտարարելու իրավունք մենք ունենք, քանի դեռ պահանջելու մենք իրավունք ունենք, այո, ժողովրդի կողմից։ Եվ այդ իմաստով տարօրինակ է, որ այս քննարկումները դեռ իշխանության հենց
միջանցքներում է շարունակվում, ուզում եմ հասկանալ ում են հասցեագրում այս բողոքը եւ այս պահանջները, այն դեպքում, երբ մենք հստակ նաեւ մի կարևոր միջազգային որոշման ենք անընդհատ հղում անում։ Սեպտեմբերի 18-ին 2025 թվականի մարտի 1-ի գործով Վարմանյանն ընդդեմ Հայաստանի այս գործով կարևոր միջազգային դատարանի որոշում է դրվել մեր առաջ, ըստ որի Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ նրանց սպասարկող ամբողջ իրավական, դատական, դատախազական, քննչական, ոստիկանության, ԱԱԾ մարմինները, ինչպես նաեւ կոալիցիան, քաղաքական, օրենսդիր իշխանությունը, Հայեղափոխական դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան, Հանրապետական կուսակցություն, նրանց ավելի ուշ միացած օրինաց երկիր, ըստ էության ամբողջ այդ իշխանությունը սպասարկել է 0038 այն գաղտնի հրամանին, որի արդյունքում սպանվել են 10 խաղաղ ցուցարարներ, ըստ էության դա մի հրաման է, որի նպատակը եղել է ժողովրդավարության գնդակահարությունը։ Սա բավարար էր, որպեսզի 5 ամսվա ընթացքում առնվազն դատախազությունը իրավական մի ընթացակարգ գոնե նոր թափ հաղորդելու այս գործին որոշակի նշաններ ցույց տար, իսկ ազգային ժողովը արդեն քաղաքական գնահատական տար տեղի ունեցածին եւ մանավանդ քանի որ թարմ առիթ կար սեպտեմբերի 18-ին այդպիսի որոշում էր դրվել սեղանին եւ դրանից հետեւություններ արվեր եւ ուղղակի մեր երկրի բնականon ժողովրդավարական զարգացմանը դեմ հանդիսացող կանգնած այս ուժերին ուղղակի դուրս դրվեր նրանց առնվազն 2-3 անգամ առաջիկա ընտրություններին մասնակցելու։ Այդպիսի նախադեպեր կան իդեպ եվրոպական երկրներում, օրինակ կոմունիստական Լեհաստանում, երբ Սոլիդարնիստը եկավ իշխանության, որևէ մեկի մտքով չէր անցնում, որ կոմունիստները կարող են կրկին ուրեմն որևէ վերարտադրության հնարավորություն ունենային, որտեվ նրանք ըստ էության ազատ եւ դեմոկրատական Լեհաստանի հակառակորդներ էին։ Այս մարդիկ անթաքույց խոսում են ընդհանրապես ժողովրդավարության դեմ եւ նույնիսկ նշում են, որ ժողովրդավարությունը թույլերի եւ պարտությունների, այսպես կառավարման համակարգ է։ Ու ասեմ, որ հիբրիդային պատերազմ, որի մասին դուք շատ ճիշտ ակնարկեցիք, նաև հենց ժողովրդավարության նկատմամբ մարդկանց մեջ հուսալքություն եւ անհավատություն սերմանելու այսպես նաև նպատակ է դրված։ Մինչդեռ ժողովրդավարությունը եւ մեր պետության գոյությունը այսօր եւ մեր պետականությունը հավասարազոր իրողություններ են։ Հանի ժողովրդավարությունը այսօր մեր իրականությունից Հայաստանի դիմադրողականությունը չի ունենալու։ Եվ այդպես ենք մենք փրկվել 20 թվականի պատերազմից հետո։ Ժողովրդի կամքն է պահել մեր պետությունը որպես անկախ երկիր։ Եվ այստեղ մենք կրկնակի պատասխանատվություն ունենք նաև այս իմաստով ես լրիվ համակարծիք եմ ձեզ, որ իշխանությունները պետք է ավելի իրենց ձեռքի տակ առնվազն արկա գործիքները առանց այսպես ափսոսալու գործ են։ Իհարկե, հատկապես նորից եմ կրկնում եւ իզուր չնշեցի 2021 թվականին իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հերթական անգամ վերցնել պողպատյա մանդատ խնդրելու ճանապարհով եւ հենց այդ մանդատը առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացին տրամադրեց Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե օրինակ նույն խաղաղությունը, նույն Լեռնային Ղարաբաղը պահելու խնդիր։ Իհարկե դա էլ էր կարևոր, բայց հիմնական ամենակարևորագույն ատրիբուտը այդ պողպատյա մանդատն էր, մուրճի տեսքով, որ Փաշինյանը ձեռքին պտտվում էր Հայաստանի Հանրապետության փողոցներով եւ խոստանում էր քաղաքական մեհիդներ փռել։ Այնինչ այդ մեհիդների հետ շարունակաբար 5 տարի շարունակ մութ սենյակում սև կատու փնտրեցին, բանավիճեցին, եթե դա կարելի է բանավեճ համարել խորհրդարանում ու Հայաստանի Հանրապետությունը այդպես էլ
առողջ ընդդիմություն չունեցավ որպես այդպեսին։ Ունեցավ ընդդիմություն, որը հարմար է Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, դա մի քանի դրվագներով առնվազն խորհրդարանում տեսել ենք, չէ՞, երբ որ կոռուպցիայից խոսում են, կանգնում ասում են դուք եք խոսում կոռուպցիայից, Սեյրան Օհանյանը կոռուպցիայի մարմնավորում է եւ Աստծո կողմից տրված պարգև եք դուք այս իշխանությանը իբրև ընդդիմություն Սաղալեն Սիմոնյանը շնորհակալ են Աստծուն այդպիսի ընդդիմության համար կամ խոսում են ապօրինի թմրաշրջանառությունից, կներեք էլի դուք ինչ իրավունք ունեք խոսելու ապօրինի թմրաշրջանառությունից այն պարագայում, երբ որ ձեր վրանային ավանում հանրահավաքների ժամանակ գերդոզավորումից մարդ է մահացել կամ հենց ձեր շրջապատում մարդիկ այդպիսի համբավ ունեն եւ այսպես շարունակ։ Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դաշտ է նետված գնդակը մեծ հաշվով կրկին անգամ քաղաքացու վրա ողջ պատասխանատվությունը փորձում են քաղաքական ուժերը բարթել քաղաքացու վրա, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այլընտրանք չեն առաջարկում կամ եթե առաջարկում են իրենց հարմար կոնյունկտուրայով են առաջարկում, որպեսզի թե իշխանության համար հարմար լինի խորհրդարանում այդպիսի ընդդիմության հետ աշխատելը, թե ընդդիմության համար հարմար լինի թալանը ինչ որ կերպ պահելը եւ առևտրի մեջ մտնելը նաեւ իշխանական ներկայացուցիչների հետ։ Հիմնական նպատակը սա է եւ կարծում եմ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը շատ լավ հասկանում է ինչ է իր շուրջ տեղի ունենում եւ դա է պատճառը, որ հենց հարցումների արդյունքում տեսնում ենք քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ուղղակի քաղաքական process-ներին չի ուզում մասնակցել։ Ուղղակի չի ուզում, որովհետեւ հավատն են սպանել, քաղաքացուն խոստումներ են տվել տարիներ շարունակ, չեն կատարել արտաքին քաղաքականության մասով այո, որովայ իշխանությունը ունի ձեռքբերումներ եւ մենք ինքներս էլ սատարում ենք որովայ իշխանությանը եւ առանձին դեպքերում նաեւ իշխանական ներկայացուցիչներից ել ավելի ջանասիրաբար ենք այդ թեզերը եւ այդ օրակարգը սպասարկում եւ պաշտպանում, որովհետեւ այդտեղ Հայաստանի Հանրապետության պետական շահն է սեղանին դրված։ Իսկ առանձին պարագայում ներքաղաքական հարթության մեջ որովայ իշխանությունները խաբել են բոլորիս։ Ես մի փոքր գուցե անպագորգոր հնչի, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նաև կփաստեն, խաբել են բոլորից, խոստանալով Քոչարյանի քաղաքական մեհի դփռել, Սերժ Սարգսյանին դուրս թողնել քաղաքական process-ներից, օլիգարխներին դուրս թողնել եւ հետ պահել քաղաքական process-ներից։ Այնինչ մենք տեսնում ենք, որ նույն 26 թվականի սպասվելիք ընտրություններին արդեն մի քանի օլիգարխ է հայտ ներկայացրել ընտրություններին մասնակցել։ Ոչ միայն օլիգարխներ են իրենց դեմքով մասնակցում, նաև այլ ովքեր Ռուսաստաններում փախած այսպես նախկին պաշտոնյաներ են իրենց աջակցությունն են հայտնում այս կամ այն նարկոբարոններ, այդպես սա արդեն խոսում է նրա մասին, որ այո լուրջ հետևություններ անելու կարիք կա, բայց այստեղ ուզում եմ հատուկ կանգ առնել ձեր կարևոր դիտարկման վրա 2021 թվականին այո բոլորս հիշում ենք այդ հայտնի մուրճը եւ 2018 թվականին խոստացված արդարության հաստատման այսպես կարգախոսները եւ սպասումները պատերազմի կոവിഡ്ի պատճառով դրանք հետաձգվեցին 2021-ին մարդիկ հույս ունեին, որ վերջապես այդ արդարությունը կհաստատվի եւ մեծ հաշվով այս հիասթափված մեր հայրենակիցների զգալի հատվածը իհարկե այդտեղ պատերազմի պատճառներ կան, բազմաթիվ այլ իրողություններ, որոնք մարդկանց ուղղակի այսպես հիասթափեցրել են, խորապես հիասթափեցրել են, բայց այդտեղ նաև մեծ հատված արջի չափաբաժինը ես կասեի, որ Փաշինյանն ինքն է նշում, որ ինքը գյուղեր այցելելու տեսնում են, որ մարդիկ ուղղակի սպասում էին ավելի վճռական, ավելի վիրահատական միջոցներ, հատկապես դատական իշխանության կողմից, իրավապահ համակարգի կողմից մենք տեսանք, որ ոչ դատական համակարգը զտվեց այդ նախկին արատավոր իշխանական շրջանակների հետ առնչվող քրեական նույնիսկ տարերի հետ առնչվող դատավորներից հնարավոր չեղավ ազատվել, նրանցից շատերը շարունակում են ինչպես նախկինում, այսպես հանգիստ դատական համակարգում մնալ, որոշումներ կայացնել, որոնք խայտառակ հարված են պետությանը, պետականությանը եւ ինքնին հասնել նրան, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե
ցուցմունք տա, այլ ասուլիս։ Ոչ թե սեփական, ոչ թե օրինակ անազատության մեջ քրեակատարողական հիմնարկի խցում գտնվի, այլ սեփական հյուրանոցում լրագրողներ հրավիրի եւ նրանց իր ուզած լրագրողներին, իր ուզած լրատվամիջոցներին եւ նրանց հարցերին պատասխանի եւ պատասխաններն էլ մեծ հաշվով, պատասխաններն էլ ուղղակի լինի Հայաստանի վրա մատնագիր, Հայաստանի վրա պատերազմ բերելու, այսպես տենդով լցված, ռուսներին բերել Հայաստանի վրա պատերազմի, Իրանին բերել Հայաստանի վրա, այսինքն այս իրողությունները ավելի մեծ հուսալքություն են առաջ բերում եւ այս իմաստով մենք անելիք ունենք եւ այստեղ ուզում եի հատուկ ձեզ հետ խոսել նաեւ հավաքական այսպես վառ անհատների նաեւ մտահոգ քաղաքական ուժերի այսպես հնարավոր կոնսոլիդացիայի մասին։ Ես հատկապես ուզում եմ, որ մենք կանգ առնենք մի կարևոր իրողության վրա, որը առաջիկա գործընթացներում ունենալու է չափազանց մեծ նշանակություն։ Գիտեք, վատ իշխանություն ունենալը վատ ընդդիմություն ունենալու հետևանք վատ իշխանություն ունենալը ողբերգություն է, բայց վատ ընդդիմություն ունենալը աղետ է։ Մենք ըստ էության այս իրավիճակում ենք, երբ մեր քաղաքական միջավայրում տեղ են գտել ուժեր, որոնք նախ ընդդիմության դասական իմաստով, ընդդիմություն լինելու նույնիսկ եւ կոչվելու իրավունք չունեն, որտեղ ընդդիմությունը իշխանության ընդդիմադիր հատվածն է։ Այս մարդիկ իրենց լրիվ դուրս են դրել իշխանական ներկապնակից եւ գործում են ըստ իրենց պատկերացման եւ հայեցողության իրենց ինչպես Մոսկվայից կթելադրեն։ Տեսեք ինչ որ մի պա դուք հիմա հիշեցիք Վրանային այդ ճամբարները լինելով խորհրդարանում այս մարդիկ նաեւ փողոցային ինչ որ պայքարներ էին տանում եւ իրենք անընդհատ ասում էին մենք հո չենք եկել այստեղ օրենսդիր աշխատանքով զբաղվել, բայց աշխատավարձերը ստանում էին, պարգևաճարները ստանում էին, տուն էին տանում, լափում էին։ Եվ միաժամանակ մենք տեսնում էինք նաև ուրեմն փողոցային գործողություններ, որոնք անընդհատ երկիրը ցնցումների մեջ պահելու այսպես նպատակ էր հետապնդում, որտեղ իրանք նույնիսկ պատերազմի ամենածանր պահերին, նույնիսկ Արցախի հետ տեղի ունեցող այդ ամբողջ իրադարձություններին զուգահեռ այս մարդկանց նպատակը ամեն գնով թեկուզ պետականության կորստի, թեկուզ պատերազմի, թեկուզ տարածքների, այդ թվում Սյունիքի, մենակ կարողանան իրենց նպատակին հասնեն, իշխանությունը կարողանան վերցնեն, որովհետև այդպիսի պատվեր ունեն եւ այդպես են պատկերացնում ընդհանրապես իրենց առաքելությունը։ Այլ առաքելություն իրենք չգիտեն եւ չեն հասկանում։ Թեև իրենք 2021 թվականին ճանաչել են ընտրությունների արդյունքները, ինչպես նաեւ մենք ենք ճանաչել։ Մի մասնակից մենք ենք, մի մասնակից իրենք են, գնացել մանդատները վերցրել են, բայց ասել են, որ ուրեմն մենք հաշտ չենք այս դասավորությամբ։ Այսինքն առաջին օրից չեն ճանաչել նույնիսկ ընտրությունների արդյունքը եւ որպեսի դրանից բխեցնեն իրենց գործունեությունը։ Եվ այս հարցով կուզեի իրար հետ քննարկում ունենայինք ընդդիմափոխ